Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է 2025 թվականը պատմության մեջ կմտնի որպես շրջադարձային կետ Բաքու-Երևան հարաբերությունների և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի համար։ 3 տասնամյակ տևած հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին խաղաղություն կառուցել։ Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը վճռորոշ պահ էր։ Երկու երկրի առաջնորդները վերահաստատեցին իրենց հանձնառությունը երկարատև և անշրջելի խաղաղությանը։ Կարծում ենք, որ սա երկարատև հարաբերությունների միայն սկիզբն է, նշել է Ամիրբեկովը։ Նրա խոսքով Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների առաջնորդները հասել են կարևոր համաձայնությունների, որոնք տնտեսական փոխշահավետ օգուտներ կբերեն երեք կողմին էլ։ Ամիրբեկովը կարևորել է հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահի բանագնաց Ջոն Քոուլի հանդիպումից հետո Վաշինգտոնը հայտարարել է բելառուսական կալիումի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին։ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո նաև ներում է շնորհվել 123 բանտարկյալի։ Նշվում է, որ նրանց թվում են տարբեր երկրների քաղաքացիներ, քաղբանտարկյալներ, այդ թվում Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովան և նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոն։ Ազատ արձակված անձինք Բելառուսում մեղադրվել են լրտեսության, ահաբեկչության և ծայրահեղականության համար։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թայլանդի և Կամբոջայի իշխանությունները համաձայնել են դադարեցնել սահմանի վիճելի հատվածներում դեկտեմբերի 6-ից վեր սկսված ռազմական գործողությունները։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով երկու երկրի առաջնորդները կվերադառնան հոկտեմբերին Միացյալ Նահանգների և Մալայզիայի մասնակցությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրին։ Նրանք պատրաստ են խաղաղության և Միացյալ Նահանգների հետ առևտրային գործակցության, հավելել է նա։ Գործարքը, ըստ Դոնալդ Թրամփի, պետք է արդեն ուժի մեջ մտած լիներ։ Այնուհանդերձ տեղեկություններ են ստացվել, որ առավոտյան Թայլանդ-Կամբոջա սահմանի տարբեր հատվածներում մարտեր են եղել։ Բանգկոկը և Փնոմպենը միմյանց են մեղադրել հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար։ Դոնալդ Թրամփն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական պատերազմին, համոզմունք հայտնել, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործում մեծ առաջընթաց է գրանցվել։ Պատասխանելով լրագրողների հարցին, ինչ է ենթադրում Դոնբասում ապառազմականացված ազատ տնտեսական գոտին, որի առաջարկով հանդես էր եկել ամերիկյան կողմը, Թրամփը պատասխանել է. «Իրավիճակը շատ բարդ է, բայց այդ գաղափարը կարող էր աշխատել»։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ ըստ Միացյալ Նահանգների կարգավորման շրջանակում Ուկրաինայի արևելքում հարկավոր է ստեղծել ապառազմականացված գոտի, սակայն թե ով պետք է վերահսկի այդ տարածքը՝ Ռուսաստանը թե Ուկրաինան, Վաշինգտոնը չի հստակեցրել։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ այժմ բանակցային գործընթացում ամենաբարդը տարածքների հարցն է։ Նա չի բացառել, որ այն կդրվի հանրաքվեի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցած գիշեր ուկրաինական 41 ԱԹՍ է խոցվել։ Թիրախում են եղել Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի և այլ մարզեր։ Հաղորդվում է, որ Բելգորոդի մարզում կան վիրավորներ, Սարատովում էլ 2 մարդ զոհվել է։ Կիևից էլ տեղեկացնում են, որ Ռուսաստանի զինված ուժերը գիշերը ավելի քան 450 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով հիմնական թիրախը եղել է երկրի էներգետիկ համակարգը։ Ամենամեծ վնասը կրել են Օդեսայի մարզը և հարավային շրջանները։ Հազարավոր ընտանիքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, կան վիրավորներ։ Սումիում բնակելի կառույցին հարվածի հետևանքով կին է զոհվել։ Ուկրաինական կողմը նաև հայտնել է, որ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Օդեսայի մարզի Չեռնոմորսկի նավահանգստում գտնվող քաղաքացիական նավերից մեկը։ Հաղորդվում է, որ նավը պատկանել է թուրքական ընկերության։ Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը լուրջ վտանգ է ներկայացնում Սև ծովում նավագնացության անվտանգության համար։ Անկարան կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։ Նոյեմբերի վերջից ի վեր ուկրաինական կողմն էլ Սև ծովում թիրախավորել է Ռուսաստանի ստվերային նավատորմի 3 տանկեր։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կարող է Ուկրաինային կտրել ծովից։ Եվրամիությունը որոշել է անժամկետ սառեցված պահել արևմտյան պետություններում գրանցված ռուսական ակտիվները։ Այսուհետ եվրոպական կողմը ստիպված չի լինի կես տարին մեկ քվեարկել ակտիվների սառեցումը երկարաձգելու համար։ Եվրահանձնաժողովին տրված արտակարգ լիազորությունները թույլ են տալիս սառեցնել 210 միլիարդ եվրոյի ռուսական պետական ակտիվներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան փոխհատուցում չի վճարել Կիևին։ Ավելին նշվել է, որ որոշումը կայացվել է ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների շատ հստակ մեծամասնության կողմից։ Նոր մեխանիզմը փաստացի զրկում է Հունգարիային և Ռուսաստանի բարեկամ մյուս կառավարություններին հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը խոչընդոտելու հնարավորությունից։ Ռուսաստանի կենտրոնական բանկն անօրինական է որակել այս որոշումը։ Դիանա Գասպարյան, լուրեր։